Ինչու է Ալիևը խախտում Վաշինգտոնում կնքված օգոստոսյան համաձայնագրի կետերը։ Կիևին հասցված ռուսական հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանության շենքը։ Այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կրճատվել է։ 5 ամսյա կալանքից հետո քննչական կոմիտեն դարձյալ միջնորդություն է ներկայացրել դատարան ևս 2 ամսով երկարաձգելու ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետը։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով Հնդկաստանում էր։ Դոնալդ Թրամփն Ուկրաինային պատերազմ անվանել է արյունալի կոտորած, միայն հոկտեմբերին սպանվել է 25,000 զինվոր։ Կոլումբիայի զինված ուժերի ռմբակոծությունից հետո Վենեսուելայի սահմանի մոտ ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող խմբավորման 9 անդամ է սպանվել։ Եվ Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆեստ 2025 միջազգային փառատոնը եւ Գոն-Կուշ Հայաստանը։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Յոթ երգ, յոթն էլ Զանգեզուրի Միջանցքի մասին։ Դրա վերաբերյալ հիշատակումները Ալիևյան երգացանկում պարտադիր ներկայություն ունեն եւ ներառվում են Աբշերոնյան բռնակալի գրեթե բոլոր հրապարակային ելույթներում։ Բաքվում մեկնարկած հատուկ ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում միջազգային համաժողովում Ալիևը կրկին խոսել է տրանսպորտային հանգույցների կարևորության մասին։ Մասնակիցներին վստահեցրել, որ դրանք ապակառուցողական ուժերի թիրախում են հայտնվել։ Բաքուն շարունակում է թմկահարել, որ տրանսպորտային ուղիները դիտարկում են ոչ միայն որպես տնտեսական բարգավաճման աղբյուր, այլև որպես թյուրքական պետությունների քաղաքական, մշակութային եւ անվտանգության ոլորտներում ավելի սերտ ինտեգրման կարևոր հիմք։ Երրորդ ամիսն է լրանում հայ-ադրբեջանական նախախաղաղությունն այդպես էլ նախնական է մնում։ Վաշինգտոնի կուլմինացիայից հետո անփոփոխ է նաև Ալիևի վարքն ու բարքը։ Սև թանաքը սպիտակ թղթին չէր հասցրել չորանալ, Ալիևը դրժեց երթումները։ Չոր փաստերը հերթով խաղաղության համաձայնագիր հոդված 8 կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության եւ խտրականության, անջատողականության եւ ահաբեկչության դեմ դրանց բոլոր դրսևորումներով յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում եւ կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։ Սա օգոստոսի 8-ին Ամերիկայում։ Դրանից 17 օր հետո օկուպացրած քարվաճառ գնաց Ալիևը, գնաց ու հայտարարեց. Հայ հասարակությունը հիվանդ է եւ ես սա բացահայտ ասում եմ։ Համաձայնագիր հոդված 4 կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Օգոստոսի 29-ը Բաքու զրույց Ալ-Արաբիայի թղթակցի հետ։ Հայաստանի սահմանադրությունը դեռևս ունի դրույթ, որը կասկածի տակ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ հենց այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիրը։ Համաձայնագիր երկրորդ կետ կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։ Հոկտեմբերի 7 դարձյալ Բաքու համաձայնագրերի կնքման երկրորդ ամիսը լրանալու նախօրեին նա շարունակում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք թմբկահարել։ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ եւ երկրորդ երթուղի միջին միջանցքի հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում։ Հայկական փորձագիտական համայնքի համար միանշանակ էր Ալիևը խաղաղության ճերմակ աղավնու դիմակը կթողնի Սպիտակ տանը ու առանց դրա դուրս կգա ամերիկյան պալատից։ Մասնագետները ոչ մի պահ չհավատացին, թե Ադրբեջանի նախագահն այս անգամ հավատարիմ է մնալու խոստումներին, սեփական ու արտգործնախարար Բայրամովի ստորագրություններին 2020-ի նոյեմբերի 9-ն ունեին աչքի առաջ։ Ադրբեջանը իրապես չի կատարելու անգամ մեզ համար ոչ բարենպաստ կետերի վերաբերյալ պայմանավորվածությունները, անընդհատ ունի շատ ավելի մեծ ախորժակ։ Ադրբեջանից վարքագծի փոփոխություն պետք չէ ակնկալել, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբևէ, պնդում են մասնագետներն ու միաբերան նշում Ալիևը կաշի փոխողներից չէ, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբևէ։ Էդուարդ Պողոսյան, ժամ լրատվական։ Կիևին հասցված ռուսական հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանության շենքը։ Զելենսկու պնդմամբ Ադրբեջանի դեսպանատան շենքը տուժել է Իսկանդեր տեսակի հրթիռի բեկորներից։
Հարվածից ժամեր անց Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին կանչել են այդ երկրի արտաքին գործերի նախարարություն եւ բողոքի նոտա փոխանցել։ Եվս մեկ պատ է առիթ Ալիևի համար վերանայելու առանցահայտել Ռուսաստանի հետ սրված դիվանագիտական հարաբերությունները։ Օկտայում ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը դեռ չմարսած, հիմա էլ պայթած Իսկանդերն է սրել երկու երկրների միջև առանցահայտել ամորֆ հարաբերությունները։ Ալիևն, ինչպես եւ սպասվում էր, անհապաղ դատապարտեց տեղի ունեցածը, հայտարարելով, թե առաջին դեպքը չէ, երբ ըստ նրա ռուսները հարձակվում են դեսպանատան շենքի եւ Ուկրաինայում տեղակայված ադրբեջանական այլ օբյեկտների վրա։ Ալիևը հստակ է ուղեգիծը վաղուց է վերցրել եւ այդ շենքի մի բեկորով ինչ-որ բան փոխվելու է։ Ինքը առավելագույն գույները խտացնում է, ոչ պատասխանատու հայտարարություններ, հարաբերություններ վատացնել, որ ինքը քարոզչական հողն է նախապատրաստում։ Վաղը չմիսորա Ռուսաստանի դեմ, իսկ ինքը պատրաստվում է Ռուսաստանի դեմ որպես Հարավային Կովկասում բռունցքի կարևոր էլեմենտ։ Ադրբեջանական մամուլն ու պաշտոնական լրահոսը կայծակնային արագությամբ լուր տարածեցին, թե Ռուսաստանից Կիևի վրա արձակված Իսկանդերը ընկել է Կիևում գտնվող ադրբեջանական դեսպանատան հարևանությամբ։ Դեռ լուրջ հետաքննություն ու ուսումնասիրություն չանցկացրած ադրբեջանական կողմը շտապեց հետքերն ուղղել դեպի Ռուսաստան։ Ալիևն ու Զելենսկին սկսեցին միմյանց փոխել, դատապարտել տեղի ունեցածը։ Նախապացուցված չի, որ այդ ռուսականն է։ Եթե անգամ լինի, շենքին բնականաբար չեն հարվածի, իսկ ուկրաինացիները ունեն մարտավարություն, որ քաղաքացիական նշանակություն ունեցող օբյեկտների խիստ հարևանությամբ կամ այդ օբյեկտների ներսում, այդ թվում նաև բնակարաններում, բնակատեղիներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում տեղադրում են արձակման կայաններ։ Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Եվդակիմովին կանչեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Խիստ բողոքի նոտա հայտնեցին, որ Կիևի վրա արձակված Իսկանդեր հրթիռներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում։ Դեսպանին հիշեցրել են նաև, որ նմանատիպ հրթիռային հարվածները հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին։ Ռուս դեսպանին հազիվ բռնացրած ադրբեջանցիները նրան հիշեցրել են 2024 թվականի Կինժալ հրթիռով ռուսական ավիահարվածի, օգոստոսին հասցված ավիահարվածի հետևանքով Ուկրաինայում ու Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքի եւ հյուպատոսական հատվածի վնասման մասին։ Ավելին, ռուս դեսպանին հիշեցրել են նաև Օդեսայի մարզում գտնվող Սոկարի նավթամբարի վրա օգոստոսին իրականացված հարձակման մասին։ Ու մինչև ադրբեջանական կողմը Ռուսաստանի դեմ նոր կոմպրոմատներ կհավաքեր, ռուսական կողմը տեղեկություններ տարածեց, թե Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասի տեսանյութերից երևում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատանը հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի Պատրիոտ զենիթային հրթիռից։ Ավելին, ռուսական պարբերականներից մեկն էլ հայտնեց, որ եթե Իսկանդեր հրթիռը հարվածած լիներ, ապա խառնարանը մի քանի անգամ ավելի մեծ եւ խորը կլիներ, քան ուկրաինական տեսանյութում է։ Եթե ուղիղ թիրախային է հրթիռը Ալիևը, ասենք վաղը կամ 3 կմասնակցել մեծ ցուցակավորությանը։ Կսկն այդ շենքից ոչինչ չէր մնա։ Իր մեջի ուրեմն աշխատակիցներով։ Ես չեմ բացառում, որ դա կանխամտածված ուկրաինական կողմն էլ անի։ Սա կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գործում են էլեկտրոնային պատերազմի եւ հակաօդային պաշտպանության համակարգերը եւ անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները կարող են շեղվել։ Նման բաներ ցավոք տեղի են ունենում։ Փորձագետներն այն համոզմանն է, որ այս միջադեպն էլ երկկողմ կմարսվի։ Ռուսաստանը կփորձի սիրաշահել Ադրբեջանին, կփորձի հնարավոր բոլոր միջոցներով կարգավորել հարաբերությունները, ինչպես եղավ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պարագայում։ Եվ հետո Ռուսաստանն այս ծանր շրջանում, երբ դեռ Ուկրաինայի դեմ պատերազմում է, պետք է շարունակի հարաբերությունները կարգավորած պայել Ադրբեջանի հետ։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ Ադրբեջանը կփորձի տարածաշրջանում ճակատ բացել, ներքաշելով նաև Ռուսաստանին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ 2025 թվականի առաջին կիսամյակում նկատելիորեն կրճատվել է։ Անկում առանձնապես նկատելի է Ռուսաստանի հետ առևտրում 2024-ի առաջին կիսամյակում արձանագրված շուրջ 7.5 միլիարդ դոլար ապրանքան շրջանառությունը 2025-ին կրճատվել է հասնելով մինչև 3.4 միլիարդ դոլարի։ Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրների շուկաներ 2025-ի առաջին կիսամյակում նվազել է 5.2%-ով հասնելով 1.4 միլիարդ դոլարի նախկին 1.5 միլիարդ դոլարի փոխարեն։ Արտահանումը դեպի Ռուսաստան կրճատվել է 6.2%-ով, 2025-ի առաջին կիսամյակում Հայաստանը ներկրվել 2.1 միլիարդ դոլարի ապրանք նախորդ տարվա 6.1 միլիարդ դոլարի փոխարեն։
Հյուսիս-հարավ միջանցքով շրջանցելով Ադրբեջանը Ռուսաստանից առաջին գնացքը ժամանել է Իրան, ռուսական երկաթուղիներ ընկերության տեղեկացմամբ սուլֆատային զանգվածով 62 կոնտեյներ տեղափոխող գնացքը անցել է Ռուսաստանով, Ղազախստանով և Թուրքմենստանով Իրանի Ապրին նավահանգիստ հասնելով 13 օրում, ինչը 40%-ով ավելի արագ է, քան Սուեզի ջրանցքով նույն հեռավորության վրա ծովային բեռնափոխադրումները։ Նախատեսվում է, որ գնացքները Ռուսաստանից իրանական Ապրին կմեկնեն շաբաթական 2-3 անգամ։ Ապրինի նավահանգիստը գործարկվել է 2025-ի մայիսին, այստեղից բեռները այնուհետև տեղափոխվում են կամ Չինաստան, կամ հարավ Իրանի Բանդար Աբաս նավահանգիստ, իսկ այնտեղից Հնդկաստան։ Հնդգամսյա կալանքից հետո քննչական կոմիտեն դարձյալ միջնորդություն է ներկայացրել դատարան ևս 2 ամսով երկարաձգելու ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետը։ Նրա պաշտպանական խումբը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցողից տարակուսում են այսօրինակ իրավական նախադեպեր չեն հիշում։ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը դեռևս դատարանից խնդրում է, որ կարողանան կատարել նախաքննություն, իսկ այդ ընթացքում Սամվել Կարապետյանը լինի կալանավորված։ Սա ինքնին այս նախադասությունը, այս երևույթը աբսուրդ է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Ռիազանի մարզի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, հասցրած վնասի չափը ճշտվում է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ այսօր առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը երկրի տարբեր տարածքներում 64 ուկրաինական դրոն են խոցել, դրանցից 35-ը Ռիազանի, 17-ը Ռոստովի մարզերի օդային տարածքում։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդել են նաև Վորոնեժի, Բելգորոդի, Սարատովի, Լիպեցկի, Տուլայի և Սամարայի մարզերի Թաթարստանի իշխանությունները։ Դոնալդ Թրամփը Ուկրաինային պատերազմ անվանել է արյունալի կոտորած, որի ընթացքում միայն հոկտեմբերին սպանվել է 25,000 ուկրաինացի և ռուս։ Նա խոստովանել է, որ հույս է ունեցել ավելի արագ կարգավորման և համաձայնել է լրագրողի այն դիտարկման հետ, որ շարունակվող մարտերը նյարդայնացնող են։ Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում մի քանի երկրների, այդ թվում Հնդկաստանի վրա ռուսական նավթի գնումները կրճատելու համար։ Վերջին մեկ ամսվա ընթացքում երկու կողմից էլ հավասարաչափ մոտավորապես 25,000 զինվոր է սպանվել։ Կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ, մտածում էի, որ խաղաղության հասնելը հեշտ կլինի։ Այնուամենայնիվ, վստահ եմ, որ Ուկրաինայում մարտերը շուտով կավարտվեն, դա կլուծվի, հուսով եմ, շուտով։ Իրադրությունը Սիրիայում կրկին սրվել է, հաստատված հրադադարի խախտման պատճառով Սուվեյդայի շրջանում բնակվող դրուզներն ու կառավարական ուժերը մեկ-մեկում մեղադրում են փոխհրաձգության մեջ։ Դրուզների ջոկատները միավորող ազգային գվարդիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ նախորդին պաշտոնական Դամասկոսին ենթակա ուժերը միջին և խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել են Ալ-Մաջալ բնակավայրը։ Վերջին անգամ իրադրությունը Սիրիայի հարավում սրվել է այս ամռանը, երբ բախումների ընթացքում 1300 մարդ է զոհվել, հիմնականում դրուզներ։ ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է ևս մեկ նավի, պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի ղեկավարությամբ հարավային նիզակ գործողության մասնակիցները կորսանիչ հարված են հասցրել Կարիբյան ծովի ավազանում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող ահաբեկչական կազմակերպության կողմից շահագործվող նավին։ Միջազգային ջրերում խոցված նավում գտնվող 4 նարկո ահաբեկիչները սպանվել են։ Կոլումբիայի զինված ուժերի ռմբակոծությունից հետո Վենեսուելայի սահմանի մոտ ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող խմբավորման 9 անդամ է սպանվել, ուժայինների գործողությունն իրականացվել է թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողների դեմ Կոլումբիայի նախագահի հայտարարած պայքարի շրջանակում։ Ինդոնեզիայի կենտրոնական Ջավա կղզում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով 6 մարդ զոհվել է, ևս 17-ը համարվում են անհետ կորած։ Չիլակապ քաղաքում տեղի ունեցած սողանքը Սիբեունինգ գյուղում ավերել է տասնյակ տներ։ Դեպքի վայրը դժվարանցանելի է եղել փրկարանների համար, քանի որ զոհերը թաղված են եղել 3-ից 8 մետր խորության վրա։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է և կհանդիպենք քիչ անց։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով Հնդկաստանում էր և Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆեստ 2025 միջազգային փառատոնը և Գոն-Կուշ Հայաստանը։
Շարունակում ենք թողարկումը։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այսով Հնդկաստանում էր նորին սրբություն այցի շրջանակում հանդիպումները ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցիչների հետ։ Գարեգին երկրորդն այցելել է Դավիդյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող մասնաշենք, որը մի քանի ամսից դռները կբացի մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների առաջ։ Նրանց համար ստեղծվում են լավագույն պայմանները կեցության և կրթության համար։ 2010-ին փակվել էր կենտրոնը և շուրջ 16 տարվա համար աշխատանք է պահանջվել, որպեսզի շենքը վերակառուցելու արտոնություն ձեռք բերվի։ Հայոց հայրապետը հատուկ միջնորդությամբ դիմել է Հնդկաստանի կառավարությանը։ Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնը կարևոր հարթակ է ծանոթանալու ֆրանկոֆոն ժամանակակից գրականությանը, գրական հոսքերին, գրական տեխնոլոգիաներին ու գրական խոհերին, այն ամենին, ինչի մասին այսօր մտածում են Եվրոպայում։ Նյումեգը արդեն երրորդ անգամ մեկվայրում է մեկտեղում ֆրանկոֆոն գրականության սիրահարներին։ Փառատոնի շրջանակում գրքերի շնորհանդեսներից բացի լինելու են նաև կրթական բիզնես թեմաներով հետաքրքիր պանելային քննարկումներ։ Նյումեգ Ֆրանկոֆեստ 2025-ը արդեն երրորդ անգամ մեկվայրում է հավաքել ֆրանկոֆոն գրականության սիրահարներին։ Ֆրանսիական գրքի ու արվեստի միջազգային փառատոնին Նյումեգ հրատարակչությունը ներկայացնում է 4 նոր ֆրանսալեզու գիրք։ Դրանցից 2-ը Գոնկուր մրցանակակիր են, մեկ գրքի հեղինակն էլ Գոնկուր ակադեմիայի անդամ է։ Գրական իրադարձությանը ներկա են դիվանագետներ, հյուրեր Ֆրանսիայից, ինչպես նաև ֆրանկոֆոն գրականության սիրահարներ։ Գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա, Գոնկուր ակադեմիայի անդամ Պասկալ Բրուկներն է, որն ի դեպ անձամբ է մասնակցում իր գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։ Վեպը կոչվում է Իմ փոքրիկ ամուսինը։ Այն կարելի ասել առակ է։ Ամեն անգամ, երբ տղամարդը երեխա է ունենում, նրա հասակը կարճանում է։ Գիրքը նաև պատմում է, թե ինչպես է ընտանիքը ձևափոխվում երեխայի ծնունդից հետո։ Ինչու է տղամարդու դերը հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ։ Բրուկները, որը հայտնի էսեիստ է, փիլիսոփա եւ գրող, կարողացել է մի փոքրիկ վիպակում ներկայացնել ժամանակակից տղամարդկայնության հիմնական խնդիրները եւ վախերը եւ անկեղծ ասած, երբ կարդում էի գիրքը, ինքը շատ սահմանային էր։ Դու չէիր կարողանում կողմնորոշվել, ի վերջո հեղինակը կատակում է թե հեգնում, թե ամենայն լրջությամբ ներկայացնում է փոքրիկ մարդու ողբերգությունը։ Գիրքը շատ ակտուալ է, շատ թեթև, շատ գեղեցիկ լեզվով է թարգմանած։ Ֆրանկոֆեստ 2025-ի գլխավոր իրադարձությունն այս տարի Գոնկուրի հայաստանյան ժյուրիի ընտրած գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսն է։ Խոսքը Գաելֆայի Ժականդարա վեպի մասին է։ Գաելֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուցիների ցեղասպանության արհավիրքը։ Նյումեգի ղեկավար Արտակ Ալեքսանյանը համոզված է Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնը կարևոր հարթակ է ծանոթանալու ֆրանկոֆոն ժամանակակից գրականությանը, գրական խոհերին եւ այն ամենին, ինչի մասին այսօր մտածում են Եվրոպայում։ Մեծ համար ֆրանսիական եւ ֆրանկոֆոն գրականությունը ոչ միայն գեղարվեստական բարձր չափանիշ է, այլ մտածելու, կասկածելու, վիճելու, նոր տեսանկյուններ բացահայտելու եւ բացելու շարժում։ Գոնկուրի մրցանակակիր գրականությունից հայ ընթերցողը կարող է բացահայտել նաև Նիկոլա Մատյոյի եւ զավակներն էլ իրենցից հետո վեպը։ Ճշմարտությունը Հարիկ Վեբերտի գործի մասին մեգա բեսթսելերի սիրահարների համար հրատարակչությունը նույնպես նորություն ունի։ Ներկայացրել են արդեն իսկ սիրված գործի շարունակությունը՝ Ժոել Դիկերի Բալթիմորների գիրքը Դետեկտիվ վեպը։ 6 ժամ շարունակ կոնգրես հյուրանոցում փառատոնի հյուրերն ու մասնակիցները կմասնակցեն պանելային քննարկումների, կվայելեն ֆրանսիական ժամանակակից գրականություն, երաժշտություն ու թատերական պրեմիերա։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Հայկական նոր ռիալիթի շոու Armenia TV եթերում Փարավոնի ժառանգներ շոուն եթերում կլինի այսօր ժամը 20:30-ին անմիջապես ժամը գլխավոր թողարկումից հետո։ Նախագծի հեղինակն է Հրաչ Քեշիշյանը, հեռուստադիտողին սպասվում են խիստ հետաքրքիր ու լարված պահեր, քանի որ իրական կյանքը միաձուլվում է միստիկայի եւ խաղային մարտահրավերների հետ։ Եգիպտական մումիաների, անհայտ առեղծվածների ու եգիպտական աստվածների սիրահարների համար Armenia TV-ն անակնկալ ունի։ Նոյեմբերի 15-ից եթերում կլինի Հրաչ Քեշիշյանի նոր ռեալիթի շոուն Փարավոնի ժառանգը։ Մի նախագիծ, որտեղ իրական կյանքը միախառնվում է միստիկայի ու խաղային մարտահրավերների հետ։ Մեր 10 մասնակիցները առաջին էպիզոդում, առաջին թողարկման ընթացքում տարբեր հանելուկների եւ քվեսթների միջոցով
պետք է գտնեն իրենց տոտեմը եւ իրենց տուփը։ Եվ այդ պահին բարձ կլինի, թե ով է փարավոնի ժառանգը։ Շոուի հարթակում կհանդիպեն 10 մասնակիցներ տարբեր բնավորություններով ու կենսափորձով։ Նրանցից 7-ը նոր անուններ են հեռուստադիտողի համար, իսկ 4-ը արդեն հայտնի են սոցիալական հարթակներից։ Աշոտ Պետրոսյան, Արտուր Ամիրախյան, Գուրգեն Ասատրյան, Իլոնա Նուրբեկյան, Լիանա Ասլանյան, Սոֆի Բախտամյան, Ռիպա Շահբազյան, Ռաֆը, Պապին Ղարիբյան եւ Էլեն Շահինյան։ Անսահման հետաքրքիր խաղ, որովհետեւ հիմքը դրված է ավելի շատ ինտելեկտուալ վերլուծությունների, մարդկային տարաբնույթ տեսակների, խորամանկությունների, քայլերի հաջորդականությունների ու ամեն մանրունքին ուշադրություն դարձնելու վրա հիմնված։ Կան ինչ-որ սպորտային լուծումներ, ինչ-որ խնդիրներ, բայց այդքան շատ ֆիզիկական ինչ-որ տարբերություն չկա։ Ամենահետաքրքիր նախագիծն է թե մասնակիցների համար, թե հեռուստադիտողի համար, համոզված եմ շատ են սիրելու, իսկ բարդությունների հետ կապված իրականում շատ են, որովհետև պետքա ոնց որ շախմատ լինի բայց ավելի բարդ մի տեսակ, որովհետև դու չգիտես քայլերը, որովհետև քո քայլերից բացի կա նաև վերևներից ուղարկող քայլեր, այսպես ասած, ու իմ կարծիքով երևի թե որպես առաջնություն պետք է լինես խորամանկ։ Օրը սկսվում է համատեղ փորձություններով, տարբեր քվեսթներով, խաղերով, նույնիսկ մաֆիայի հատուկ ձևափոխված տարբերակով։ Իսկ երեկոյան մասնակիցները հավաքվում են դատաստանի սեղանի շուրջ, որտեղ բացահայտում են իրենց կասկածները եւ անցկացնում են փակ քվեարկություն։ Ամենաշատ ձայներ ստացած մասնակիցը ստիպված է լքել նախագիծը։ Հաղորդումը վարելու է Ներսես Ավետիսյանը, իսկ հաղթողին սպասվում է ոչ միայն փարավոնի խորհրդավոր գանձը, այլև 3 միլիոն դրամի մրցանակային ֆոնդը։ Սա մեր հեռուստատեսային ամենահետաքրքիր ու ինտրիգային ռեալիթի նախագծերից մեկը կլինի։ Անձնական էմոցիաներս վերլուծելով, որովհետև առաջին նկարահանման օրը օրինակ ես եկել էի աշխատանքի, եկել էի նկարահանման, իմ աշխատանքն է։ Երկրորդ օրվանից միանգամից փոխվեց ամեն ինչ, երբ սկսվեց խաղը, փոխվեց միջավայրը, եկավ միստիկան ու իսկապես շատ հետաքրքիր է։ Փարավոնի ժառանգը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք բացահայտել, թե ով է արժանի դառնալու գանձի իրական տերը։ Եզրափակիչը նախատեսվում է ցուցադրել դեկտեմբերի 31-ին։ Միացեք Armenia TV-ին եւ բացահայտեք, ով կհաղթի այս խորհրդավոր պայքարում։ Քնարիկ Պետրոսյան, Վարամ Ավոյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։